Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես դարձյալ հեռավար կապով հարցազրույցի եմ հրավիրել մեր հայրենակցին, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է դարձյալ իմ հյուրը, բարի երեկո, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ Երևանի ժամանակով այս պահին ժամը 20:30 եւ մենք սկսում ենք մեր հարցազրույցը։ Երևի այս դեպքում ես ճիշտ ասած նախատեսել եմ ոչ թե հարցով սկսել, այլ այսօր շատ կարևոր մի ասուլիս է տեղի ունեցել Մայրաթորի դիվանապետ մեր հարգարժան arczepiskopos Արշակ Սրբազանի ասուլիսներ, սպասված ասուլիս է շատ կարևոր եւ ես ուզում եմ մեկ-երկու պարզապես ձեզ հիմա ուզում եմ մի քանի ինֆորմացիա փոխանցել կարևոր իր հայտարարություններից եւ լսել ձեր գնահատականը, այսպես սկսենք մեր հարցազրույցը։ Տեսեք, գիտենք, որ համացանցում անձնական բնույթի տեսագրություններ տարածվեցին Արշակ Սրբազանի հետ կապված, ասեմ, որ քաղաքպայմանագիրը ՔՊԱ-կանները, ավելի ճիշտ, ամենուր խոսում են այդ կեղծիքի մասին, այսօր ասուլիսում հստակ անդրադարձավ այս խնդրին Արշակ Սրբազանը, ասելով հետևյալը. ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որի համար պետք է ամաչեմ։ Այն վերագրումները, որ վերագրվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ անձի հետ։ Տեսակցությունները ամբողջությամբ կեղծիք են, սուտ են։ Գտեք այն անձին, ով հորինել է այդ տեսանյութերը եւ տարածել։ Եվ փաստորեն եւ մեկ տեղեկատվություն եմ ուզում նաեւ ձեզ հայտնել, փաստորեն Արշակ Սրբազանը այն համարձակ հայրենասեր հոգևորականներից է, ում ցանկացել են ավելի վաղ լռեցնել։ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է որոշակի գործողություններ անել, ինչպես ասաց Սրբազանը, շեշտեց, որ ակնարկներ են եղել իրեն, բայց հասկացել են, որ սպառնալիքներով հնարավոր չէ, փաստորեն սա հիմա իմ բառերն է, կառավարելի դարձնել հայտնի հոգևորականին եւ փաստորեն անցել են արդեն իրենց տակտիկային, հա, դա վարկաբեկումն է։ Ես այստեղ ուզում եմ դարձյալ նրա մեկ խոսքը մեջբերել, հայտարարեց. իմ դեմ սկսվածը քաղաքական պայքար է, եթե զմանված լինեի Փաշինյանով, որևէ թթու խոսքի չէի արժանանա։ Պարզ է, չէ՞ ինչ է կատարվում եւ պարոն Գրիգորյան, հիմա լսում եմ ձեր մեկնաբանությունները, կարծում եմ այս իմ տված տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար ինչի հետ գործ ունենք։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Բարի երեկո, սիրելի Արմինե, սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, չափից դուրս ակտուալ է հարցադրումը եւ այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի մի վիճակում, որ 24 ժամ մենք պատրաստ ենք մեր կարծիքը հայտնելու ոչ միայն Երևանի ժամանակով 8:30 երեկոյան, այլև 12:30 եւ ընդհանրապես, որովհետեւ մենք դրանով ենք ապրում։ Մենք Սփյուռքի հայությունը եւ ավելին ասեմ, նաեւ Հայաստանի հետ կապնված հսկայաթիվ օտար երկրացիներ, քրիստոնյաներ, նշում եմ, քրիստոնյաներ, անկախ ներքին քրիստոնեական տարբեր դավանանքներից, բոլորը լարված հետևում են, թե ինչ է կատարում Հայաստանում, երբ պատմության մեջ առաջին քրիստոնեական երկրի եկեղեցին, որը հիմնադիր եկեղեցիներից մեկն է, առաքելական, այսօր սարսափելի հարվածի տակ է եւ բոլորը հայերը եւ օտարները այն նկալում են, լավ լսեք, պայքար քրիստոնեության դեմ։ Այդ առումով ես ձեզ ասեմ, որ մեր եպիսկոպոսների եւ arczepiskopos-ների հսկայական մասը օգտվում է Սփյուռքի հայության խոշորագույն հարգանքից, հովանավորությունից եւ մենք պատրաստ ենք անել ամեն ինչ նրանց նկատմամբ խայտարակ, կեղծ այս դավադիր ֆեյքային լուրերի տարածումները կասեցնելու համար Արշակ Սրբազանը հայտնի է մեզ մոտ որպես ամենապատկառելի սրբազաններից եւ մենք գիտենք, որ նա նաեւ վեհապարի աջ ձեռքն է։ Արշակ Սրբազանի մասին մենք գիտեինք նույնիսկ մինչ այս դեպքերը որպես հազվագյուտ ազնիվ եւ խիզախ անձնավորություն։
Եվ սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, պիտի ձեզ հենց այս առաջին պահից զգուշացնեմ, որ խնդրում ենք, փախանձում ենք, զգույշ եղեք այդ ֆեյքային լուրերից, կեղծ լուրերից, որոնցից շատ-շատերը դուք ուղղակի ի վիճակի չեք տարբերելու ճշմարտությունից։ Ես վերջերս Russian Today-ով ելույթ ունեցա եւ ամբողջ աշխարհում տարածվեց ռուսերեն եւ անգլերեն իմ հետեւյալ հայտարարությունը, որ Գեբելսյան սուտը պատմության մեջ մնացել է որպես ստի այնպիսի մի հրաշք տարբերակ, որ սովորական մարդը չի կարող հավատալ, որ դա կարող է կեղծ լինել, այսինքն այն աստիճանի թունդ սուտ, որ սովորական մարդը դժվար կարող է ընկալել, որ լավ, այս կարգի սուտ հնարավոր է լինել, այո, հնարավոր է, դա Նիկոլյան ստերն են, Նիկոլյան ստերը այսօր ամբողջովին ծնվել են Գեբելսի ժամանակվա ստերից, և մի զարմացեք, սիրելիներս, վաղը ձեր մասին էլ, ձեր հարևանին կարող են այնպիսի կեղծ նյութ մատուցել, որ նա կզարմանա, կասի ոնց, ես 20-30 տարի ապրում եմ այս մարդու կողքին կամ այս տիկնոջ կողքին, ես չգիտեի, որ նա այսպեսի անբարոյական է, խնդրում եմ բոլորիդ շատ լուրջ վերաբերվել այսօրվա իրավիճակին, քանզի սատանան ոտքի է կանգնել և փորձում է ոչնչացնել հայ եկեղեցին, փորձում է ոչնչացնել մարդկության առաջին առաքելական եկեղեցին, առաքելական եկեղեցի, դա նշանակում է, որ այդ եկեղեցու հիմքը առաքյալներ են, դուք գիտեք, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալներն են ժամանել Հայաստան և իրենց կյանքով վճարել Հայաստանը պետականորեն առաջինը քրիստոնեության հետագայում 301 թվին ընդունելու այդ փաստի իրականացման համար։ Հիմա սիրելի Արմինե, ես չէի ուզի անդրադառնալ մանրամասներին, թե ինչեր են տարածում Արշակ Սրբազանի հասցեին, այլ ընդամենը կուզեի ավարտել իմ խնդրանքը և կոչը, որ ժողովուրդ հավատացեք այսօր կեղծ լուրերը, որը նոր լեզվով կոչվում են fake լուրեր, և կազմակերպվում են արհեստական ինտելեկտի կողմից, միջոցով, և բնական ոչ ինտելեկտուալ արարածները, ինչպիսին է Նիկոլը, և Նիկոլյան ճակերտների մեջ վերնախավը կամ ստորախավը, նրանք կարող են այնպիսի կեղծիքներ տարածել, որ դուք ի վիճակի չեք ոչ մի դեպքում սուտը ճշտից տարբերելու, խնդրում եմ միայն հիմք ընդունեք սա, և երբ որ լսում եք լուրեր և թիրախավորված անձը տղամարդորեն հայտարարում է, որ սա կեղծիք է և բերում է մի քանի ապացույց, հավատացեք դրան։ Ես հասկանում այս մասը կավարտեի։ Այո, ես ուղղակի մեկ հավելում ևս այսօր ասորիսից սպասված եւ շատ կարեւոր ասորիսից Սրբազանի խոսքերից պարոն Գրիգորյան վերստին պարզ դարձավ, թե որն է իրականում այս իշխանության նպատակը։ Նա այսպիսի մի միտք ասեց, որ երկրի վարչապետի նպատակը ունենալ կառավարելի իր շահերը սպասարկող, իր ծրագրերը սպասարկող հոգևորականներ եւ հայտարարեց. Քանի դեռ ես այստեղ եմ եւ Գարեգին երկրորդն է հայոց կաթողիկոսը, հայ եկեղեցուն չի լինի կառավարելի հոգևորականներ։ Սա շատ կարևոր հայտարարություն էր եւ հերթական անգամ փաստում է, որ գործ ունենք սկզբունքային հայրենասեր, այո, խնդրեմ շարունակեք դուք հոգևորականի հետ գործ ունենք։ Տեսեք, մի կողմից մենք ունենք ազնվագույն մի կերպար եւ տղամարդ, դեմս Արշակ Սրբազանի, եւ մյուս կողմից գործ ունենք Բենթլի Սամոյի հետ, Կճոյան ազգանունով, որը ժամանակին հանցագործ կապի մեջ մտնելով մեր ազգի խոշորագույն կոռուպցիոներ, խաբեբա,
նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եթե կհիշեք, Կիպրոսում օֆշոր էին ստեղծել եւ այդ օֆշորի պատմությունը բացվելուց հետո լրիվ անկապ մարդու տարան նստածներ տվեցին, Տիգրան Սարգսյանն էլ փախավ Մոսկվա, վայելում է տարբեր պաշտոններ այնտեղ, ծպտունը դուրս չի գալիս եւ այս երկրում, մեր փառահեղ երկրում կոռուպցիայի դեմ պայքարող մի ոչնչություն, որի անունը Նիկոլ է, ում ասես չբանտեց, բացի երկու խոշոր Սարգսյանների, Տիգրան եւ Սերժ։ Մեր ազգի ամենախոշոր խաբեբաները, որոնք ուղղակի անբարո ձևով թալանել են երկիրը, միայն Նայիրիդի պատմությունը բավարար է, որպեսզի Տիգրանը մի քանի հոգու հետ միասին, Սարգսյան Տիգրանը, բանտվի ցմա։ Եվ պատկերացրեք, այս իրավիճակում նրա գործընկերը Բենթլի Սամոն հանդես է գալիս այսօր Նիկոլին պաշտպանը։ Եվ կոչ է անում հեռացնել կաթողիկոսին եւ նաեւ Արշակ Սրբազանին։ Պատկերացնում եք ինչ մարդիկ են այսօր հավաքված Փաշինյանի կողքին, իդեպ ես որպես նաեւ տեղեկատվություն ձեզ փոխանցեմ, լրագրողներս այդ թվում ես ինքս եւս կետերով մի քանի հոգու անուններով անդրադարձա այդ եւ Կճոյանին եւ Վազգեն arczepiskopos Միրզա Խանյանին, որպես կասկածվում է ժամանակին կասկածվել է աղանդավորների հետ կապերի մեջ, եւ Արաքել arczepiskopos Քյարամյանին, որը Արգիշտի Քյարամյանի հայրն է, եւ այսօր այդ մարդիկ, որը իսկապես պետք է կարգալույծ արվի, որտեղ բացահայտ է թե ով է նրա որդին, այս տեսակը համախմբվել է Փաշինյանի կողքին եւ պահանջում է, պատկերացնում եք, պահանջում է մաքրամաքուր Արշակ Սրբազանի, նման հայրենասեր մարդու հեռացումը եկեղեցուց եւ կաթողիկոսի հրաժարականն են այս մարդիկ պահանջում։ Մի քանի անգամ հարցեր ուղեցինք, Սրբազանը մեծահոգաբար շրջանցում էր այդ հարցը, նույնիսկ ինձ ասեց չեմ ուզում պատասխանել, որովհետև ես չեմ ուզում իրենց հոգևորականներին, եկեղեցականներին որոշակի ասենք կոշտ բնորոշումներ տալ։ Ցավոք այդ նույն անձիկ իրենց տարածած հայտարարության մեջ շատ կոշտ եւ անվայելուչ հոգևորականին անվայելուչ ձևակերպումների տակ էին ստորագրել։ Շարունակեք խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Տեսեք, ընդամենը վերջի իմ այս հարցի շուրջ միտքը հայտնեմ ձեզ, սիրելիներս։ Հաճախ, երբ որ ես գովում եմ մի շարք եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների, որոնց հետ աշխատում եմ Եվրոպայում, որոնք երկնքից աստղեր են իջացնում հայ ազգի համար, որոնք անշահախնդիր մինիմալ աշխատավարձով, գումարներով անում են այնպիսի գործեր, որը երբ որ համեմատում ես հայ դեսպանների հետ, որոնք սարսափելի գումարներ են կորզում համայնքներից եւ վարկաբեկում են մեր երկիրը, այս ֆոնի վրա ես հաճախ լսում եմ հետեւյալ հարցը. Պարոն Գրիգորյան, դուք ասում եք էլի, բայց դուք գիտեք մենք ինչ եպիսկոպոս գիտենք մեր եկեղեցու եպիսկոպոսած դասի մեջ, որ խայտարակություն է։ Սիրելիներս, այսօր այդ եպիսկոպոսները իրենք իրանց ցուցակը կազմել են եւ ստորագրել են տակը։ Այո, եւ ես դիմում եմ մեր Եվրոպայի համայնքի այն անդամներին, որոնք իմ հետ ինչքան են վիճել, որ դուք չգիտեք, թե ինչ ստորագույն եպիսկոպոսներ ունենք մենք նաեւ, ես խոստանում եմ, բացի Բենթլի Սամոյից, անկեղծ եմ ձեզ ասում, ես ոչ մեկին չգիտեի։ Միակը, որ ամբողջ աշխարհով տրաքեց, դա Կճոյան arczepiskopos Կճոյանի կատարած գործունեության հետևանքով նրա անվան շուրջ այդ պայթյունն էր, ու այսօր հանգարց Կճոյանի կողքը ստորագրում են նրանք, ում հասցեին ես երբեք չէի թույլ տալիս, որ արտահայտվեն, որովհետև բացարձակ գաղտնի էին այդ մարդիկ։ Իրենց դեմքը այսօր են պարզ է, այնպես որ իմ սիրելի հայրենակիցներ, եվրոպահայ մեր գործիչներ, որոնք իմ հետ վիճել են եւ
հայտարարել են, որ ախր, սև սքեմի տակ, գիտես ովքեր կան, ես ասել եմ, լսեք, առաջի 100-յակի մեջ գուցե մի 5 հոգի կգտնեք, ես նկատի ունեմ 100-յակ ասելով եւ վարդապետած դասը եւ քահանաների, անկասկած, պարզվեց, որ միայն եպիսկոպոսների առաջի հիսնյակի մեջ, խնդրեմ, 9 սքեմավոր սատանա գտնվեցին, բայց մյուս կողմից փառք տանք Աստծուն, որ այս մարդիկ այնքան ախելք եղան, որ իրենց շահի ետևից ընկնելով, վեհապարը եւ հայ եկեղեցու նկատմամբ իրենց ատելությունից ելնելով, ստորագրել են եւ հայտնվել են մեր դատի տակ։ Այո։ Այսքան սիրելի Արմինե։ Այո, պարոն Գրիգորյան, ես իմ ձեռքի տակ հիմա մի տեղեկատվություն է եւ ուզում եմ հիմա նաեւ մեր հեռուստադիտողներին այդ ինֆորմացիան փոխանցել։ Հետաքրքիր նախաձեռնություն եք դուք սկսել։ Ես պետք է ողջունեմ այդ նախաձեռնությունը, արտահայտելով ձեր փաստորեն մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, որը ուղղակիորեն մարտահրավեր է, ինչպես նշում եք, այն ձեռքի տակ հիմա այդ հայտարարությունն է Եվրոպական հայկական միությունների Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը նախաձեռնել է հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանում քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ, որի հենց առաջին հատվածում հենց այդ հայտարարության նշում եք, որ մարտահրավերներ են ուղղված հայ առաքելական եկեղեցուն, նրա հոգեվոր առաջնորդին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, շեշտում եք նաեւ, որ բարձրաստիճան հոգեվորականներ, 2 arczepiskopos եւ 1 եպիսկոպոս քահանաներ, ինչպես նաև հարգված բարերարներ, կարծում եմ այստեղ նաև նկատի ունեք Սամվել Կարապետյանին, ազգային բարերար, եւ լրագրողներ կալանավորվել են եւ այս անհանգստությամբ դուք փաստորեն նախաձեռնել եք շատ կարեւոր մի խմբի ստեղծում։ Ես կուզեմ շարունակությունը դուք արդեն ասեք, ովքեր են այս խմբի անդամները, դա շատ կարևոր է, որքանով է ներկայացուցչական խումբը եւ ինչ եք նախատեսում անել մեր հնարավոր այս ժամանակահատվածը մենք կօգտագործենք, կլսենք ձեզ, խնդրեմ, պարոն Գրիգորյան, շատ կարևոր է, որովհետեւ քայլեր պետք է անի Սփյուռքը։ Ես ակնկալում եմ, որ հայոց եկեղեցու, մեր կաթողիկոսի ի պաշտպանություն, մեր հայրենասեր սրբազաններին եւ հանձին Արշակ Սրբազանի ի պաշտպանություն մեր ինքնության հայ ազգի քայլեր պետք է անի Սփյուռքը։ Եվ փաստորեն հիմա դուք այդ քայլը սկսել եք։ Լսում ենք ձեզ, խնդրեմ, ինչ խումբ է ստեղծվում։ Շնորհակալություն։ Տեսեք, ես ստեղծել եմ շատ թույլ տվեք ասել հզոր մի կազմակերպություն, որը նախաձեռնել է այն ինչ որ դուք արդեն ասեցիք, եւ բացարձակ օտարերկրացիներից բաղկացած այս կառույցը ընդ որում խոշորագույն աշխարհում հայտնի եւ հայ ազգի բարեկամ օտարերկրացիներից իրենք կազմեցին այս տեքստը, որի մի մասը ներկայացրեցիք, վերջի բարբերությունը թույլ տվեք ես կարդամ, հաշվի առնելով շատ անհանգստացնող են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հոգևոր պատմական սրտի դեմ ընթացող ոտնձգությունները, սա օտարերկրացի իմ գործընկերներն են գրել, հաշվի առնելով այս զարգացումների լրջությունը, մենք դիմում ենք այն անհատներին, որոնք բարոյական հեղինակությունը հասարակական դիրքը կարող է նպաստել եկեղեցու առաքելությանը, նրա հոգևոր առաջնորդության եւ քրիստոնեության հիմնական արժեքների պաշտպանությանը Հայաստանում եւ ողջ աշխարհում կոչով դատապարտել ՀՀ իշխանությունների կողմից կատարվող հակաիրավական քայլերը եւ սիրելիներս, ես բոլորի անունը չեմ կարդա, միայն մի երկուսը ներկայացնեմ, Lord George Carey, arczepiskopos Canterbury, սա Մեծ Բրիտանիայի պապն է կամ կաթողիկոսը նախկին Lord Marcus Reading, arczepiskopos Dr. Patrick Sugdeo, Jan Figeli հետ ես ժամուկես առաջ ավարտեցի իմ 1 ժամյա քննարկումները, որտեղ Ֆիգելը մի քանի խոշորագույն անհատների վրա, որոնց հետ միասին մենք
կազմել ենք նախաձեռնող խումբը, դա Յան Չեռնագորսկի Սլովակիայի էքս-վարչապետ, ես արդեն ձեզ ներկայացրեցի Յան Ֆիգելին, որը բացառիկ խոշորագույն անձնավորություն է, ու իր ոչ վերջին տասնամյակում գործունեությունը նվիրել է հավատի դեմ կատարվող արշավանքների շուրջ պայքարին եւ այնպիսի ոգևորությամբ այս պարոնները եւ 15 անհատներ, որոնցից մի մասի անունները շատ հնչեղ են, որոնց հետ մենք աշխատում ենք, միացել են մեր նախաձեռնող խմբին եւ մենք պատրաստում ենք այն քայլերը, որոնք ինձ թվում է ցնցելու են Հայաստանը եւ բերելու են Նիկոլի վերջնական կործանմանը։ Խոսքը համաշխարհային մակարդակով, ոչ միայն համաեվրոպական, հայ առաքելական քրիստոնյա եկեղեցու, հայ առաքելական քրիստոնեական եկեղեցու եւ ընդհանրապես քրիստոնեության դեմ պայքարի շուրջ ծավալվող մենամարտները պետք է լինեն։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ մենք կդիմենք նաև խոշորագույն այսօրվա քաղաքական գործիչներին, նկատի ունեմ առաջի դեմքերին, եւ Եվրոպայի, եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, ու կփորձենք համատեղ ջանքերով հասնել նրան, որ մեր վեհապարի դեմ ընթացող այս դավադրությունը, որի հիմքում ընկած է մեր ազգի դեմ, կրկնում եմ, մեր ազգի դեմ ընթացող դավադրությունը, որի հիմքում, եթե կուզեք, ընկած են մեր ազգի թշնամիների կողմից կազմակերպված այս դավադրությունները, ես նկատի ունեմ առաջին հերթին հարևան թշնամիներին, ազերիների եւ թուրքերի, որոնց փայլուն ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է։ Ես նույնիսկ Russian Today ելույթի ժամանակ նայեցի տեսախցկին եւ ասեցի. Նիկոլ, ես քեզ հայտարարում եմ բացառիկ խաբեբա մի անձնավորություն, որը իր առաջի տարվա հենց առաջին ամիսներին 5 միլիարդ ստացավ Ալիևից երկիրը ծախելու համար, Արցախը վաճառելու համար։ Նիկոլ, փորձին ինչ-որ բան ասել, այդ տղա ջան, վախից մտել ես ծակը, ծպտունը դուրս չի գալիս, նորից եմ հայտարարում, Նիկոլ, նման սարսափելի մեղադրանքներ ներկայացնող անձին, Աշոտ Գրիգորյանին, դու պետք է փորձես ինչ-որ մի պատասխան տալ։ Գիտեք ինչ, սիրելիներս, եթե մենք դուրս ենք գալի այս փայստից, որ 5 միլիարդ տղան ստացավ հենց 2018 թվականի ամռանը ու սկսեց վաճառել Արցախը, ապա այսօրը մենք այն ժամանակ արդեն տեսնում էինք։ Հիմա ես չի ուզի ձեր ժամանակը շատ խլել, քանզի մեր նախաձեռնող խումբը արդեն կազմել է մարտական այդ խումբը, ես կներկայացնեմ ձեզ, սիրելի Արմինե, մեր վերջնական տեքստը, վաղը, եւ կազմը, եւ կխնդրեմ, որ բոլոր հնարավոր ԶԼՄ-ներով մենք տարածենք սա, որ իսկ սրան կհաջորդի մոտավորապես 1 շաբաթվա մեջ մեր կողմից կազմած մարտական ծրագիրը, որից հետո ես նորից կխնդրեմ, կդիմեմ ձեզ միասին ներկայացնենք արդեն մեր քայլերը եւ տեսնենք, թե ինչ պատասխան է պատրաստելու Նիկոլ Դավադիրի իշխանությունը եւ ինչքան իրենց վառոդը կհերիքի, որպեսզի շարունակեն այս ստահոդ կեղծիքներով լեցուն իրենց կեղծ մեղադրանքների տարածումը, տեսնենք ինչքան է դեռևս կարողանալու եւ տեսնենք կավարտվի արդյոք այս ամենը Նիկոլի իշխանության հրաժարականով, առաջինը նրա եւ մնացածի հրաժարականով, տեսնենք։ Հիմա, պարոն Գրիգորյան, խնդիրը հետեւյալն է, Հայաստանում վերլուծական շրջանակներ կան, նաեւ
մասնագետներ, որոնք հստակ մասնագիտորեն նաև մեկնաբանում են, որ ակնհայտ է այս սցենարը թելադրված է դրսից։ Մենք դա շատ տեսանելի է, թշնամական երկու պետությունների հանգամանքը միանշանակ տեսանելի է, Ադրբեջան, Թուրքիա։ Եվ այստեղ սա նշանակում է, որ ավելի շատ մենք պետք է գործենք, քան թե խոսենք, համաձայն չեք, որովհետև եթե մենք խոսում ենք, բացում ենք փակագծերը մեր քայլերի մասին, այդ մարդիկ մեզ լսում են հիմա էլ, այսինքն մեր թշնամին միշտ մեզ լսում է, հետևաբար ավելի լավ է գործենք եւ գործերի պահը արդեն արդյունքը երբ տեսնենք, ամեն ինչ ասված կլինի։ Սա մի կողմից համաձայն չեք ասածիս հետ, խնդրեմ ձեր արձագանքը այս առումով։ Համաձայն հիմնովին, քանզի իմ այս հայտարարությունը արդեն մեր գործունեության առաջի քայլն է, դուք դա գլխի չընկաք։ Ես հայտարարեցի, որ մենք քեզ Նիկոլ համարում ենք մեր ազգի բացառիկ դավաճան, երևի թե հազարամյա տարիների պատմության մեջ հազվագյուտ մի անձ, եւ մենք քեզ հայտարարում ենք օրենքից դուրս։ Սա հայտարարություն առաջին։ Ընդ որում հիմք որպես ընդունում ենք այն, որ դու հենց առաջի տարին գումար ես կորզել եւ վաճառել ես Արցախը։ Հայտարարություն համար երկրորդ, որը ես փաստորեն արդեն արեցի, մենք սկսում ենք պայքար ոչ միայն մեր ազնիվ ֆանտաստիկ եպիսկոպոսների վարկաբեկելու քո գործունեության դեմ, այլև սկսում ենք պայքար քո եւ կառավարության քո իշխանությունների դեմ։ Ես սա հայտարարում եմ արդեն որպես առաջին քայլեր։ Իսկ երկրորդ, երրորդ քայլերը ես կներկայացնեմ, երբ որ պահը կգա, այնպես որ մենք որպես առաջին քայլ այսօր հանդես եկանք այս հայտարարությամբ, որը ես համարում եմ չափից դուրս կարևոր եւ առաջինը մենք ձեր ԶԼՄ-ով ներկայացրեցինք, այնպես որ դուք ինձ մի թեթև սխալ եք։ Սա հայտարարություն էր, ոչ թե ծրագրի ներկայացում կամ պլան։ Մենք հայտարարում ենք։ Այո, այսինքն մենք մեկնարկի մասին ենք հիմա խոսում, մեկնարկի մասին։ Մենք ձեր հետ միասին, մենք ձեր հետ միասին։ Այո, ստվեցինք մեր պայքարի մեկնարկը։ Հուսանք եւ ինչպես քրիստոնյաներս ենք ասում, Աստված տա հաջողի այն գործը, որ սկսել եք, որովհետեւ բոլորիս համար, մեր երկրի, մեր եկեղեցու, մեր ազգապահպանության համար կարևոր, կարծում եմ, համախմբում է եւ կարևոր աշխատանք է։ Հիմա Ես աստվածահաճո գործ է, այնպես որ Աստված ոչ միայն կտա, այլ միջևորդ կօգնի մեզ, մի կասկածեք։ Շարունակեք։ Հուսանք մենք կհետևենք ընթացքին, ձեզ հետ կապի մեջ կլինենք, կտեսնենք ինչ գործողություններ են տեղի ունենում։ Ես ակնարկեցի իմ խոսքում, որ մենք գործ ունենք փաստորեն արտաքին սցենարի հետ։ Իդեպ այս մասին ես այսօր նաև իմ հարցերից մեկում հնչեցրեցի, եռակողմ, եռանկյունու մասին հնչեցրեցի իմ հարցը, եռանկյունին հետևյալն է՝ Միացյալ Նահանգներ, Թուրքիա եւ Վատիկան։ Մասնագետների կողմից կա այն գնահատականը, որ թիրախավորումը մեր եկեղեցու Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում գործիք է, պարոն Գրիգորյան, չէ՞, մենք ասում ենք, ակնհայտ է Ալիևի պատասխանեմ, Արմինե ջան, ես գիտեմ դուք պատասխանեմ։ Ուզում ասել, հիմա այս եռանկյունին աշխատում է Հայաստանի դեմ եւ հայոց եկեղեցու դեմ։ Ինչ կասեք, դուք ինչ կարծիք եք, որովհետեւ ես հաճախ եմ լսում, որ դուք Վատիկանին հղումներ եք անում, շատ դրական, այսպես լույսի ներքո եք ներկայացնում։ Հարցը տվեցիք թողեք իմ վրա։ Ուրեմն այսպես, կա դասագրքային ճշմարտություն, որը բնական է հայ քաղաքական գործիչների համար չինական այբուբեն է եւ իրենք շատ հաճախ ընկնելով մեր թշնամու մի քիչ առաջ ես ինչ ասեցի, ժողովուրդ ձեր համար չափազանց դժվար է fake կեղծ իրականությունը ճշմարտությունից տարբերել։ Հիմա հայտարարում եմ, Արմինե ջան, շատ քաղաքական գործիչների համար ուղղակի անհնարին է տեղ հասնել ու հասկանալ մեր թշնամիների բացառիկ հիանալի հաշվարկած ինտրիգների արդյունքում ստացված fake իրականության եւ ճշմարիտ իրականության տարբերությունը անկեղծ ձեզ ասեմ, բացառվում է, որ դուք տեղում դա կարողանաք հասկանալ,
Որովհետև այն ինչ որ ես կարդում եմ այսօրվա լրատվության մեջ, տեսեք, ձեր ասած մի սարսափելի անհեթեթություն, Վատիկան, Ամերիկա, Թուրքիա, երբ որ ախր լույսի պես պարզ է, որ ասեմ այս ամեն ինչի մեջքին Բրիտանիան է։ Հիմա դուք պիտի ինձ ասեք, հա, նաև Բրիտանիա, Վատիկան, Ամերիկա, Թուրքիա, այստեղ արդեն մենք կհասնենք այն դասագրքային ճշմարտությանը, որը դուք պետք է իմանաք, որ հայ եւ թուրք հարաբերությունների մեջ այդքան սրվածություն չկա, որքան Վատիկանի եւ Բրիտանիայի այս տարական ճշմարտությունը չիմանալու դեպքում դուք բնական է պետք է բրիտանացիների խայծը ուտեիք եւ բրիտանացիները ֆանտաստիկ ձևի այնինչ որ իրանք են անում մեր նկատմամբ անկեղծ ասեմ ես չէի ուզել շատ բացվել այս հարցի շուրջ բայց ստիպած եմ բրիտանացիները դուք պատկերացնում եք իրենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ ինչ որտեղ նաեւ Իսրայելի հետ միասին Հայաստանի գլուխը ուտում են Հարավային Կովկասը ամբողջովին իրենց ուզածողությամբ են ուզում տանեն գիտեք բազմիցս խոսել ենք Թուրանի միջանցք Ռուսաստանի փորի փափուկ մաս որտեղից դաշունը հեշտ է մտցնել ուրեմն բրիտանացիները իրենց այս ծրագիրը կատարելու ճանապարհին մի ֆանտաստիկ բան են հələ մտածել իրաց ճշտամու Վատիկանի վրա գցել դա եւ ինչքան ծիծաղելի տեսք կունենանք մենք որ փոխանակ հասկանանք որ սա գրողը տանի թուրք Ադրբեջան ինչ Վատիկան որ դուք չեք խելագարվել ժողովուրդ ինչ Վատիկան Բրիտանիան է սրանց մեջքին կանգնած եւ եթե Բրիտանիան սրանց մեջքին կանգնած է ապա Բրիտանիայի բրիտանական եկեղեցու պատմական ճշնամին Վատիկանը ում պիտի պահի բնականը հայերին չէ եւ ֆանտաստիկ զարգացած 2000 թվականից սկսված եւ ինչ որտեղ մեր վեհափարի շնորհիվ Վատիկանից սկսված ֆանտաստիկ կապերը որտեղ վեհափարը եւ Հռոմի պապը սկսած Հովանես Պողոսից մինչեւ այսօր չտեսնված աշխատում են իրար հետ չտեսնված կապի մեջ են ես ձեզ հայտարարում եմ նորից եմ կրկնում ժամուկես առաջ ես աշխատեցի մոտ 1 ժամ Յան Ֆիգելի հետ որը Բրյուսելի բարձրագույն ներկայացուցիչ հավատի եւ ազգային փոքրամասնությունների գծով նախարարներ կոմիսարներ որը աշխատում է հստակ Հռոմի պապերի հետ ձեռքի տրված չափիզուս մոտ է եւ Յան Ֆիգելի վրթովմունքը ինչպես նաեւ Ֆրանտիշեկ Միկլոշկո Պարլամենտի առաջին նախագահ եւ այսօր պարլամենտի անդամ Յան Չառնագորսկի քրիստոնյա դեմոկրատական կուսակցության հիմնադիր վարչապետ իրենց վրթովմունքը երբ որ ես ասեցի դուք պատկերացնում եք բրիտանացիներին հաջողվել է իրենց այդ սարսափելի ինտրիգի մեջ Վատիկանին ներգրավել իսկ նրանք կողքից նայում են թե հիմա ոնց են հայերը փոխարեն բրիտանացիներին հայելու Վատիկանին են հայելու երբ որ բացարձակ դրա առիթը չկա հարցրեք թող որևէ մեկը հանկարծ իրավունք վերապահի ասի որ գիտեք այստեղ այս բանը չկա նման բան կա ֆեյքային կեղծ տեղեկատվություն որ Ամերիկա ինչ Ամերիկա Վատիկան հա այսօրվա Հռոմի պապը ամերիկացի է ոչ Լատին ամերիկացի է բացառիկ կաթոլիկ է Լատին ամերիկացի բացառիկ կաթոլիկ է եւ ըստ Յան Ֆիգելի հայտարարության եւ մյուսների բացառիկ եվրոպացի է ամբողջ իրեությամբ նվիրված Եվրոպային ընդ որում նորից Ֆիգելի հայտարարությունը նա շարունակում է Ֆրանտիշեկ վերջի պապի գործունեությունը որը եվրոպական արժեքները դարձրել էր առանցքային եւ այս պապը նրա շարունակությունն է ու այս իրավիճ մի բան էլ ձեզ ասեմ 3 հանդիպում է ունեցել Էրդողանի հետ Թուրքիայի այցելության ժամանակ որից հետո հանդիպել է հայ եկեղեցու առաջնորդի հետ հատուկ Ֆիգելը դա նշեց հատուկ հայրին ակնարկելով որ դուք պատկերացնում եք ես ինչ քաջություն եմ ունեցել Թուրքիայում Էրդողանի հանդիպումից հետո ձեր եկեղեցու առաջնորդի հետ եմ հանդիպում դուք հասկանում եք այն վերաբերմունքը ձեր ազգի նկատմամբ
Որովհետև այս կեղծ տեղեկատվությունը բրիտանացիների բոլորի վրա է արդեն ազդում, եւ բրիտանացիները գիտեք ռուս-ուկրաինական պատերազմում այդ ինչ կեղծիքներ են տարածում։ Իրենք չափից դուրս պրոֆեսիոնալ են այդ հարցում եւ MI6-ը եւ MI5-ը եւ ինչ մի անգամ է կրկնեմ, որ իմ այս ելույթների համար Մեծ Բրիտանիան ինձ մեղադրանք է ներկայացել, որ ես աշխատում եմ Մեծ Բրիտանիայի դեմ եւ 4 ժամ ինձ ձերբակալման փորձ է արվել, քննվել, բայց վերջը ռիսկ չարեցին, քաջություն չունեցան։ Հիմա իմ այս վերջի կես տարվա ելույթներից հետո արդեն այդ քաջությունը կունենան, որովհետեւ ես բացարձակ հայտարարում եմ, որ այդ բոլոր ինտրիգների մեջ կին հանճարեղ բրիտանացիներն են կանգնած։ Իսկապես այդ ժողովուրդը ունի դարերի ընթացքում ձեռք բերած ինտրիգա կազմակերպելու հանճար, որը չեմ զարմանում, որ մեր սովորական ասենք քաղաքական գործիչը, որը այդքան խորքային չգիտե պատմությունները, պետք է ինքնի դրա ազդեցության տակ, իհարկե։ Հայրեն ասած կուտը պետք է ուտի, ժողովրդի փողոցային լեզվով ասած, համեցեք։ Իհարկե այդ գործիչները փորձառու մարդիկ են, նրանք նաև շեշտում են կաթոլիկ եկեղեցու խանդը մեր եկեղեցու նկատմամբ, դա հասկանալի է։ Ուրեմն շատ փորձառու են, Արմին, եկեք շարունակենք։ Ուրեմն մենք շարունակում, ես երևի այդ փաստերով ձեզ հետ մեկ այլ հարցազրույց կանեմ այսօր։ Եմ ապրում 30 տարի։ Եվ բացի հայ եկեղեցու նկատմամբ ռեֆերանտներից երբևիցե ոչ մի բան չեմ լսել։ Միայն գովք խոնարհում եւ ամոթ ու խայտարակություն, որ մեր բարեկամների կողմից իսկապես մատուցված այս մեծարման ծառայությունը մենք հələ փորձում ենք ընկնել ճշտամու խելքին եւ այլ ձևի։ Կրկնում եմ, ես ապրում եմ 30 տարի կաթոլիկ, շատ խիստ կաթոլիկ երկրում եւ հայտարարում եմ ձեզ այն հարգանքն ու սերը, որ կա հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, լավ լսեք։ Դրա կեսը լիներ ռուս եկեղեցու նկատմամբ, էլի ուղղափառ, չէ, էլի քրիստոնյա եկեղեցի։ Ընդ որում չի ասի, թե իրանք ռուս եկեղեցու նկատմամբ երբևիցե վատ բան ասել են, սխալ չհասկանաք, բացարձակապես հարգանք, բայց ոչ մի համեմատություն մեր քրիստոնեական առաջին պետականորեն ընդունված քրիստոնյա ժողովրդի նկատմամբ։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, ինձ միայն ուրախացնում է այդ ձեր բերածօրինակը, որպես Եվրոպայի սրտում ապրող մեր հայրենակից, եթե դուք նման տեղեկատվություն եք փոխանցում, բնականաբար մենք միայն պետք է ողջունենք դա եւ պետք է ճիշտ աշխատենք այն բոլոր ուժերի, պետությունների, այն կրոնական կառույցների, կազմակերպությունների հետ, որոնց շահերը համընկնում են մեզ հետ։ Տեսնում եք, չէ՞ ինչպես է աշխատում Ադրբեջանը։ Քիչ առաջ մինչ եթեր մտնելը մենք նաև այդ մասին ենք խոսում, ինչպես է ՄԱԿ-ում կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում տեղ գրավում, ինչպես է իրեն ներկայացնում իբրև մշակույթների պաշտպան, այն դեպքում, որ ավելի է վերածել Արցախում հայկական մշակույթը, սա էլ մեկ այլ թեմա է, գուցե մեկ այլ առիթով կանդրադառնանք։ Այդ ձեր ասացի վրա մի բան ավելում։ Հաստատում, ձեր ասացի հաստատում, էլի այնքան հիանալի միտք նոր առաջ քաշեցիք։ Արմինե, հայ եւ ադրբեջանցու տարբերությունը նայեք։ Հայը էմոցիոնալ, անկեղծ, ինչ որ իրեն մատուցում են, նույնիսկ եթե խոտ են մատուցում, ուտում է եւ գլխի չի գնում, թե սա ինչ կատարվեց, ազերին, լինելով հակաքրիստոնյա, լինելով մուսուլման, լինելով մշակույթի քանդիչ, ջախջախիչ, ոչնչացնող, ազերին, Հռոմին, Վատիկանին, Հռոմի պապին տալիս է այս պահին 2 միլիոն հիմնադրամ եւ ասում է, որ մինչեւ 50 միլիոն են հասցնելու եւ ասում է, մենք այս փողերը սարսափելի բան եմ ասելու, օգտագործելու ենք մշակույթային ոչնչացումների դեմ պայքարում։ Ահա թե որտեղ է իսկապես թուրքի խելքը եւ հայի խելքը։ Հայերը շատ են, չէ՞ դա ասում, սիրում են ասել։ Մենք այնքան տաղանդավոր ժողովուրդ ենք, ֆանտաստիկ ստեղծագործ, բայց մերից ստեղծագործ տաղանդը նաև մենք մտցնում ենք ստիվանագիտության մեջ, սկսում ենք բաներ հնարել, որից օգտվում է ազերին, Իրինա Բոկովա,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար, ստացավ 2 միլիոն Ալիևից, Մեհրիբանին ընդունեց որպես խաղաղության դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ի, եւ հետո 1.5 միլիոն պարզվեց, որ Ալիևը տվել է Իրինա Բուկովայի ամուսնու անձնական հաշվի վրա եւ Գրիգորյան Աշոտը ժամանակին այդ ինչ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում։ Մենք այդ ուր հասանք մեր այդ աղմուկով, որ քթան Daily Mail-ը դրա մասին գրեց, Washington Post-ը քթան, որ անձնական հաշվի վրա է փող ուղարկված։ Եվ Իրինա Բուկովային հեռացրեցին աշխատանքից, բայց այդ ժամանակահատվածում Մեհրիբան Ալիևան կարողացավ չտեսնված անուն հանել եւ գործ անել։ Այսինքն հələ դու տեսեք Ալիևի եւ մեր ղեկավարների տարբերությունը։ Հասկանում եք, ու այսօր էլ փաստորեն Ալիևը ինչ որտեղ գուցե նաեւ նրանից է գալիս այս կեղծ ինֆորմացիայի տարածումը։ Շատ ակտիվ է դերակատվական խաղերը տալիս, մենք այդ խաղերը տեսնում ենք եւ սովորական մարդը, որը ունի մինչեւ վերջ ինֆորմացիան բարձելու հնարավորություն, ասում է, դե ճիշտ են ասում, էլի հələ տես, Հռոմի Պապա Ալիև, Հռոմի Պապա Թուրքիա, Հռոմի Պապա Ամերիկայից է եկել, եւ այս սարսափելի վարկաբեկիչ տեղեկատվությունը բրիտանացիները մատուցում են, այնպես որ մենք տեղ հասանք ձեր հետ միասին, ինչքան խելոք են վարվում ցավոք մեր ճշնամիները։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, այս անգամ եւս հերթական մի նոր հետաքրքիր բացահայտման համար, բայց ինձ ամենից շատ ուրախացրեց այդ ձեր ֆորումի նախաձեռնած խմբի ստեղծումը։ Ես կարծում եմ որոշ ժամանակ հետո ես հնարավորություն կունենամ ձեզանից ավելի գործնական ասելիք լսել եւ ներկայացնել իմ ունկնդրին։ Եվ այսպես ես շնորհակալ լինելով ձեզ վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ հեռավար կապով ես զրուցում էի Եվրոպայի հայերի միության նախագահ, ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, լավ եղեք, մենք կհանդիպենք։ Ցտեսություն։ Շնորհակալություն, ներողություն եմ խնդրում այսօրվա իմ խիստ էմոցիոնալ ելույթի համար, բայց մյուս կողմից էլ էմոցիոնալ ելույթները ավելի խորեն են տպավորվում մարդկանց մոտ եւ հուսամ որ մենք միմյանց հասկացանք շնորհակալություն եւ ցտեսություն հաջողություն ձեզ